Ձեր կարծիքով ինչու են ամերիկացի եւ եվրոպացի ղեկավարներն աջակցում Նիկոլ Փաշինյանին։ Ինչ ասեմ, ես շատ գիտեմ։ Երևի պետք է որ անեն։ Չեմ կարող ասել։ Ո՞ւմ պիտի աջակցի։ Քակ են ուտում։ Չեմ կարող ասել։ Որովհետև մենք անցել ենք ժողովրդավարական պետություն ու շատ գոհ ենք, շատ շնորհակալ ենք։ Պարզա որ պիտի գան արդեն, մեզ պիտի աշխարհը ճանաչի։ Մենք պիտի առաջնահերթը լինենք։ Դրանից ենք էլ ինչ ենք ուզում, խաղաղ երկնքի տակ ապրում ենք։ Մեզ ոչ մի բան հետաքրքիր չի։ Սոված կնստենք, թող խաղաղ նստենք։ Բայց աշխատատեղ էլ է պետք, կամաց։ Մենք ամեն ինչում ուզում ենք, որ կամաց լինի։ Էլ դրանից հետո ինչ ենք ուզում, խաղաղություն։ Ու ուզում եմ, որ ասենք մեր կառավարությունը անցնի, որովհետև ոչ խոսել գիտեն, ոչ բան գիտեն, նայում ենք, զարմանում ենք, շատ հուզվում եմ։ Իշխանության ղեկավարը գիտի խոսել։ Լսել եք այն մթերքը բառապաշարը։ Ոչինչ։ Եթե ընտանիքում կռիվ է լինում, պարզավոր ավելնորդ բառեր է լինում։ Ոչինչ, մարդին հանում են, ցենզուրից հանում են։ Ռամկեքից դուրս գալով մարդը ամեն ինչին ընդօրինակ է։ Ոչինչ, դա էլ է պետք։ Առանց դրա ինչի ինքը մարդ չի կարելի ջղայնանալ։ Այդ մարդը հոփետից չի։ Փայտ է ինքը։ Իրան Արցախի մասին խոսում են, ինքը այդ ժամանակ սուտ բաներ են խոսում։ Սիրելի սուտ բաներ են խոսում։ Սուտ է, բոլորս էլ գիտենք։ Դրանք վճարովի են։ Ես քեզ ասեմ իմանաս վճարովի են։ Ես ականատես եմ եղել, որ իրանք սովորացնում են ու ասում են ուղիղ գնա մենք ձեզ կկանչենք։ Օպերայում ներկա եմ եղել ու շատ զարմացել եմ։ Բայց դե Նիկոլ Փաշինյանն էլ Ռոբերտ Աբաջյանի պապիկին էր։ Ոչինչ, դերասան բերել այնիշ Ռոբերտ Աբաջյանի, չէ Սուջանի հորաքրոջով Սուջան ասել։ Սիրելից դա էլ է պետք։ Բարս չի։ Երեխեքը հասկանալու Չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել։ Նու որովհետև երևի մտածում են, որ Ռուսաստանի դեմն է, ուրեմն պիտի լավանեն, բայց լավ չեն անում։ Որտեղ նա Հայաստանը տանում է դեպի պայծառ ապագա։ Այդքան բան։ Հիմա մարդ չի հասկանում, ոնց որ ասում են, ոնց ես կողքից նայում եմ, ինձ թվում է, ես որպես իմ տարիքի մարդ, ես 80-ից բարձր տարիքի ունեցող, հիմնական կյանքը սովետական ժամանակ անց։ Ես երազում եմ, որ այդ ժամանակները գային, այսինքն ոչ թե ռուսական բանն են պահպանում, այլ ուզում եմ, որ նորմալ կյանք լինի։ Ոնց որ ասում են, ամեն ինչ տեղը տեղին արվի, բանը, հիմա անհասկանալ է։ Ինձ թվում է բոլորին պարզ է, որտեվ ես այդ նախընտրական քարոզարշավների ժամանակ բոլորն էլ արտահայտում են, բոլորն էլ ասում են, ինձ թվում է եթե խելացի մարդիկ լուրջ կհասկանան, չեմ ուզում սենց բացահայտ խոսեմ, ասեմ, բայց չգիտեմ, պարզ է էլի արդեն ուր է տանում դա մեզ։ Մի մասը ուրիշ ձևի է հասկանում, ժողովրդի մի մասը ուրիշ ձևի է հասկանում։ Ինձ թվում է, որ ավելի լավ է մենք պահպանենք մեր հողերը, մեզ, մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր հայությունը, ինչ որ այդ կողքից եկած, չգիտեմ ինչ ուժերին հավատալը, որ չգիտես էլ իրանքի հաստատուն մարդիկ չեն, հա, իրանք, արդյոք իրանք կարողանում են իրանց ղեկավարեն, որ այսօր ուզում են աջակցեն, օգնեն, բնականա պարզ է։